Շնորհակալություն։ Հարգարժան պարոն Միրումյան, հարցերս հետևյալն են։ Առաջին, ես առիթ ունեցել եմ եւ նախկինում ֆինանսների նախարարի, ներկայիս ֆինանսների նախարարի, նախկինում պետեկամուտների կոմիտեի նախագահի եւ ձեր ներկայությամբ մի քանի առիթով ելույթ ունենալ ու հարցադրում ներկայացնել, հիմա նորից շեշտադրում եմ այն համատեքստում, որ լրացուցիչ վարկային ծրագիր եք փորձում հիմա անցկացնել խորհրդարանում, ըստ որի փաստացի ձեր խոսքերից է բխում, ուրեմն գումար են տրամադրելու ձեզ պետական ծախսերը տնտեսելու ձևը սովորեցնելու համար։ Այս համատեքստում վերահսկիչ պալատը իր զեկույցում նշել էր մի հանգամանք, ըստ որի ֆինանսների նախարարությունը պատվիրել էր եւ վճարել էր մի քանի $100,000 մի համակարգչային ծրագրի համար, որը նպատակ ուներ էլեկտրոնային հարաբերակցությունները հարկատուների հետ, թե ինչ մոտավորապես եմ ձևակերպում, արդիականացնելու ուրեմն նպատակն ուներ, վճարվել էր մի քանի $100,000, մինչդեռ պարզվել էր եւ զեկույցում նշվել էր, որ այդ ծրագրի համարժեքը նմանատիպը բազմաթիվ նմաններ համացանցում պարզապես անվճար կան եւ դրանք անհրաժեշտ էր ուղղակի ներբեռնել։ Այս մի հարց, վարկեր եք բերում, փոխարենը անհասկանալի է, թե ուր եք կամ խիստ հասկանալի է, թե ուր եք ուղղում առկա գումարները։ Հետո ֆինանսների նախարարության այն հայտնի ու աղմկա հարույց Դիլիջանի դպրոցի համար, որ գնում էիք 4 ծայրանի, 3 ծայրանի պատառաքաղներ, սիգարների կտրիչներ, մի քանի $100,000 արժողությամբ ընդհանուր լրացուցիչ մուտք եք կառուցել 391 միլիոն դրամ տրամադրելով դրան, սպորտային մասնաշենքի բարեկարգում արեցիք 72 միլիոն դրամ, բայց ձեզ սպորտային մասնաշենքը բավարար չէր, դուք բացօթյա սպորտ հրապարակ բարեկարգեցիք 105 միլիոն դրամով, նույնիսկ մանկական ֆուտբոլի դաշտի լուսավորություն ապահովեցիք 2.5 միլիոն դրամով լրացուցիչ, բայց փողերը չէին կարող գնալ, ասենք այդ ենթադրենք սույն նախագծով բերված նպատակը արդարացի է, ենթադրենք դրա համար, այդ վարկերը նորից կրկնեմ գործընկերներիս հարցերը, որ բերում եք, հետո փոշիացնում եք, բա սրա պատասխաննով է տալու։ Շնորհակալ եմ։ Նախ կցանկանայի հստակեցնել պարոն Ալիխանյան, որ այս վարկի նպատակը լոկ պետական ծախսերի ճիշտ կատարման կամ արդյունավետ կատարման ձևը սովորեցնելը չէր։ Սա մի ամբողջական համակարգի ներդրման մասին է խոսքը, որը օբյեկտիվորեն առանց որևէ միջամտության արդեն ապահովում է այդ թափանցիկությունը եւ ինքնիստիկյան ավտոմատ ինքնաշխատ եղանակով հնարավորություն է տալիս ապահովել այդ ծախսերի արդյունավետությունը։ Այնտեղ կա երկրորդ հիմնական բաղադրիչ, որը վերաբերում է էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակին եւ ինքը բավականին լուրջ դրական վերափոխում է կապված նաև մեր քաղաքացիներին եւ բիզնես հասարակությանը մատուցվող ծառայությունների առումով։ Երկրորդ գլխավոր բաղադրիչներից մեկը հանդիսանում այս ծրագրի այդ բաղադրիչը։ Խոսքը ինչի մասին է վերաբերում։ Օրինակ, եթե տնտեսավարող սուբյեկտը արդեն իսկ որևէ մեկ անգամ որևէ պետական մարմնից ստացել է համապատասխան դիցուկ վերցնենք թույլտվություն կամ լիցենզիա, ապա եթե որևէ երկրորդ պետական համակարգում ինչ որ մի գործողություն կատարելու համար այդ լիցենզիայի արկայությունը պարտադիր է, արդեն ինքը չի ներկայացնում նման փաստաթղթեր եւ որևէ խնդիր չի ունենում դա ներկայացնելուց։ Արդեն երկրորդ պետական մարմինը ինքնաշխատ կերպով առանց որևէ լրացուցիչ պահանջ ներկայացնելու մեր տնտեսավարող սուբյեկտին կամ քաղաքացուն ինքնաշխատ կերպով ստանում է այդ անհրաժեշտ տեղեկատվությունը։ Ինչ վերաբերում է ձեր կողմից նշված վերահսկիչ պալատի կողմից ներկայացված հաշվետվության, նախ ես այդ հաշվետվության անկեղծ ասած ծանոթ չեմ, բայց կցանկանայի նշել, որ տեղյակ եմ հարկային վարչարության արդիականացման ծրագրով կատարվող աշխատանքներին, կցանկանայի նշել, որ այդ ծրագիրը, որ իրականացվում է Համաշխարհային բանկի հետ անմիջական մասնակցությամբ, անմիջական մոնիտորինգի տակ է գտնվում եւ մենք մեր գործընկերների հետ, վերահսկիչ պալատի գործընկերների հետ պատվաստական եւ առցանց ռեժիմով աշխատել ենք այդ ծրագրի շուրջ, դա դիտարկվել է որպես պիլոտային ծրագիր, որտեղ վերահսկիչ պալատի կողմից առօրյա մոնիտորինգի տակ է գտնվել։ Բնականաբար, ինչ վերաբերում է գներին, ապա ցանկացած պարագայում միշտ կարելի է գտնել այնպեսի տարբերակ, երբ որ կարող ենք ասել, որ այս դեպքում
գինը շատ ավելի ցածր կարող է լինել, բայց մի բան է, երբ որ մենք համացանցում կարող ենք տեսնել օրինակ ապրանքի որոշակի գին, մի այլ բան է, երբ որ սահմանված կարգով հայտարարվում է համապատասխան մրցույթ եւ անգամ 2-3 անգամ այդ մրցույթը չկայացնելու դեպքում երրորդ անգամ հայտնվում է գնորդ, որ պարզապես իրավական ընթացակարգից ելնելով հնարավոր չի ասել, որ այդ գնումը պետք է չեղարկվի։ Այսինքն ցանկացած պարագայում միշտ հնարավոր է այնպես իրավիճակներ եւ ասել, որ այ գիտեք, երբ որ այս եղանակով գնայիք կարող ավելի էժան լինել։ Համացանցում կարող է լինել ապրանքներ, բայց երբ որ ներկայացվում է համապատասխան գնային առաջարկ, հայտարարվում է բաց մրցույթ, թափանցիկ մրցույթ, եւ տվյալ պարագայում հայտ ներկայացնողներ չեն լինում կամ հայտ ներկայացնողների գնի շրջանակներում ընտրվում է նվազագույնը, զուտ իրավական ընթացակարգով դոնոր կազմակերպությունների կողմից ընդունված ներքին ընթացակարգերով պատվիրատուին ոչինչ չի մնում, քան համապատասխան գման պայմանագիր կնքել։ Ինչ վերաբերում է Դիլիջանի միջազգային Դիլիջանի ուսումնական կենտրոնին, ապա քաղաքականությունը, որը դրված է այդ ուսումնական կենտրոնի հիմքում, հետևյալն է, որ ինքը պետք է ծառայի որպես միջազգային կենտրոն, որտեղ ոչ միայն պետք է իրականացվեն հարկային եւ մաքսային ծառայողների վերապատրաստման աշխատանքները, քանի որ խոսքը եթե դրան վերաբերվեց, կարելի է դա կազմակերպել անգամ առանց ձեր կողմից նշված այդ լրացուցիչ հարմարությունները, այլ ինքը պետք է լիներ միջազգային հարթակ, որտեղ որ համապատասխան միջազգային աշխատաժողովներ, սեմինարներ, վերապատրաստումներ իրականացնեն եւ այդ մասով կան համապատասխան պայմանավորվածություններ համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ։ Եվ բնականաբար նման ստանդարտներին համապատասխանեցնելու տեսանկյունից այդ բոլոր առաջարկները կատարվել են ելնելով հենց այդ նկատառումներից։ Շնորհակալություն։ Տիգրան Ուրիխանյան արձագանքման համար։ Արոն Միրումյան, ուզում եմ լավ յուրացնեք, որ ինչ ասում եմ ձեզ չեմ ասում անձնապես։ Դուք կիրթ մարդ եք, վստահ եմ նաև հասկանում եք եւ կիսում եք շատ դեպքերում կարծիքս։ Ասում եմ ձեր համակարգին, ասում եմ ձեր ղեկավարությանը, ասում եմ ձեր իշխանությանը, ինչպես մի հայտնի մարդ երբեմն ժողովրդի մեջ է մտնում ու ժողովրդին ասում է «Սթափվեք», ժողովրդի անունից ձեզ եմ կոչ անում «Սթափվեք»։ Դուք հիմա հասկանում եք ախր ինչ եք ասում, հարգանքով ձեր հանդեպ։ Դուք ասում եք, ուրեմն ճար չունեինք գումար չվերցնելու միջազգային կառույցների պահանջով ու այդ գումարը չվճարելու, որտեղ ընթացակարգը այդպիսինն էր։ Սույն նախագծի մասով դուք հիմա արդարացնում եք լրացուցիչ ֆինանսական բեռ ու տոկոս մարելը այնուհետև, պարզապես նրանով, որ չեք կարողանում կարգավորել ձեր մոտ այդ թղթաշրջանառությունը։ Բա խոսում ենք պատերազմական վիճակից, երկրի ծայրահեղ վիճակից, մոբիլիզացվել ենք, գովերգում ենք ու վեհացնում ենք մեր այն քաղաքացիներին, ում փողերն են։ Պարոն Ուրիխանյան, կցանկանա եւս մեկ անգամ նշել, որ սա լոկ փաստաթղթաշրջանառության հարցի կարգավորում չէ։ Մենք համոզված ենք, որ այս համակարգը, որը ներդրվելու է պետական հատվածի արդիականացման առումով, ունենալու է այնպիսի արդյունքներ, որոնք շատ ավելին են լինելու, քան այն տոկոսավճարները, որը որ Հայաստանի Հանրապետությունը վճարելու է այս վարկային ծրագրի իրականացման արդյունքում։ Մասնավորապես բյուջետային ծրագրավորման մասով, ֆինանսական հաշվետվականության առումով եւ առհասարակ պետության ակտիվների, պարտավորությունների նկատմամբ հանրային հսկողության խստապահանջ համակարգ ապահովելու միջոցով։ Շնորհակալություն։